միջանցք ձևակերպումն է կրկին օգտագործել, նշել, որ խոսքը Հայաստանի տարածքի մասին է եւ շահառուն Ադրբեջանն է եւ որ այս խնդրի հետ կապված հարցեր կան, որոնք համաձայնեցված չեն։ Հիմա ես ուզում եմ հարցնել Ձեր վերջին ելույթներում դուք պարբերաբար նշել եք, որ եթե օրինակ օգտագործվում է այսպես ասած Զանգեզուրի միջանցք եզրույթը, Ադրբեջանը իր ներքին ճանապարհները նկատի ունի եւ ոչ խոսքը Հայաստանի սահմանների մասին չէ։ Ի վերջո Ադրբեջանից ստացել եք այդ բարձրաբանումը, ինչ նկատի ունեք Զանգեզուրի միջանցք ասելով եւ Թուրքիան ինչ նկատի ունի, երբ ասում է Զանգեզուրի միջանցք։ Ես ուրիշ բան եմ ասել եմ Հայաստանի Հանրապետության տարածքով անցնող կոմունիկացիաների կամ որևէ բանի անուն կարող է որոշել Հայաստանի Հանրապետությունը եւ մենք ասել ենք որ Հայաստանի Հանրապետությունով բացի մեր ասածից ուրիշ անունով կոմունիկացիա գոյություն չունի Հայաստանում կա խաղաղության խաչմերուկ եւ զուգահեռաբար նաեւ Վաշինգտոնի հռչակագրի ստորագրված արդյունքում կա Trip-Route նախագիծը մնացած ցանկացած այլ տերմինաբանություն վերաբերելի չէ Հայաստանի Հանրապետությանը մենք այդ ենք ասում Ես ոչ թե նորից, այլ մի անգամ ասել եմ եւ այդ ասածը անընդհատ ուժի մեջ է, որ դա չի կարող այն տերմինաբանությունը, որը մենք չենք ընդունել, մենք չենք սահմանել կամ մենք չենք համաձայնվել, դա չի կարող վերաբերելի լինել Հայաստանի Հանրապետությանը, եթե որևէ մեկը այլ տրամաբանությամբ է օգտագործում, դա վերաբերելի չէ Հայաստանի Հանրապետությանը Չմոռանաք հավանել տեսանյութը եւ բաժանորդագրվել Civic AM-ի YouTube-յան էջին։